Professor Roth, բարի օր։ Բարև ուրախ եմ։ Հաճույք է, շնորհակալություն ժամանակի համար։ Հիշեցնեմ լսարանին, որ խոսում ենք պրոֆեսոր Քենեթ Ռոթի հետ, ով Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրենն է, Princeton-ի հանրային եւ միջազգային հարաբերությունների դպրոցի հրավիրյալ պրոֆեսոր եւ IADA անդամ։ Այս կազմակերպության ներկայացուցիչները եկել էին Հայաստան գնահատելու իրավիճակը ընտրություններից առաջ։ Պրոֆեսոր, շնորհակալություն մեզ համար ժամանակ գտնելու համար։ Հաճույք է։ Կպատմեք Հագիչ կազմակերպության հետ ձեր ներգրավվածության եւ Հայաստան կատարած այցի նախնական տպավորությունների մասին։ Կազմակերպությունը փորձագետների ժամանակավոր խումբ էր, որոնք մտահոգված էին Հայաստանում ընտրությունների ընթացքով։ Մենք շահագրգռված ենք ազատ եւ արդար ընտրություններով։ Մենք անկողմնակալ ենք։ Ինձ չի հետաքրքրում ընտրությունների ելք։ Ես միայն ուզում եմ, որ դրանք լինեն, հասկանում եք, արդար ու մրցակցային։ Սա կարևոր է, քանի որ Հայաստանը նորաթուխ ժողովրդավարություն է, եւ սխալներ ի վերջո կարող են լինել։ Եվ այդ պատճառով մենք գնացինք հասկանալու, թե հասկանում եք, որոնք են սպառնալիքները ազատ ու արդար ընտրություններին։ Մենք այն իմաստով տեսանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխող կուսակցությունը կիրառում են մի շարք կեղտոտ հնարքներ ընդդիմության ձայները ճնշելու եւ անկախ մարմինների կողմից իրենց գործունեության վերահսկողությունը նվազեցնելու համար։ Եվ այսպես եղել են վերպակալություններ, ձեռնարկվել են տարբեր քայլեր, որոնք IADA-ի զեկույցը շուտով կմանրամասնի, այն շուտով կհրապարակվի։ Բայց ինձ ամենից շատ զարմացրեց, որ վարչապետը վկայակոչում էր ռուսական միջամտության սպառնալիքը որպես իր գործողությունների արդարացում։ Ես դա չեմ թերագնահատում։ Ռուսաստանը հավանաբար ցանկանում է միջամտել ընտրություններին։ Գիտեք, Հայաստան ավանդաբար ռուսական ճամբարում էր։ Այն հեռացել է Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։ Այնպես որ այո, կա Փաշինյանի այս բավականին բացահայտ շարժումը Մոսկվայից դեպի Եվրամիություն։ Եվ նա, գիտեք, ներկայանում է հենց այդ կերպ։ Բայց թեև նրա կողմից ճնշվող որոշ մարդիկ կարող են, գիտեք, համակրանք ունենալ Ռուսաստանի հանդեպ, չկա ոչ մի ապացույց, որ նրանք սխալ բան են անում։ Սրանք պարզապես թեկնածուներ են պաշտոնի համար։ Սրանք քաղաքական կուսակցություններ են, որոնք, գիտեք, թեկնածուների ցուցակներ են ներկայացնում։ Եվ ինձ համար հատկապես մտահոգիչ է, որ արևմտյան կառավարությունները պարզապես հավատացել են այս ծածկող պատմությանը, եւ մենք սա տեսել ենք բազմիցս, անընդհատ։ Մենք տեսանք դա, գիտեք, երբ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը մեկնեց Հայաստան եւ բացահայտ սատարեց Փաշինյանին։ Դա գուցե չզարմացնի ձեզ։ Գիտեք, Թրամփ այն մարդը չէ, ով շատ հոգ է տանում ժողովրդավարության մասին։ Նա, գիտեք, դեմ չէ ավտոկրատ միտումներին։ Նա փորձում է նույնն անել Միացյալ Նահանգներում, բայց խորապես հիասթափեցնող է եվրոպական կառավարությունների արձագանքը, քանի որ նրանք բացահայտ պաշտպանում են ժողովրդավարությունը։ Եթե նայեք, թե ինչ են նրանք անում Ուկրաինայում, դա գիտեք, միայն ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարց չէ։ Դա Ուկրաինայի ժողովրդավարությունը պաշտպանելու հարց է։ Եվ գիտեք, եթե նայեք Եվրամիություն And that, I just find disturbing and short-sighted. And we saw this, most recently, just this week, where on Monday, the European political community, a large grouping of mostly European nations plus Canada, convened in Yerevan really to try to defend democracy. The next day, the European Union had a summit with Pashinyan, the Armenian government, and Այս երկու խմբերն էլ ճարտասանորեն խոսեցին ժողովրդավարության կարևորության մասին։ Եվրոպական քաղաքական համայնքը խոսեց ռուսական սպառնալիքի մասին։ Ոչ ոք, ոչ մի խոսք չասաց հենց Փաշինյանի կողմից Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին։ Նրանք լիովին հավատացին նրա պատրվակին, թե ընդդիմադիր ձայների ճնշումը ռուսական ազդեցություն արգելափակելու մասին է, եւ երբեք նրանց այն կողմ չնայեցին։ Նրանք երբեք չփոփոխեցին մակերեսը։ Նրանք երբեք չնայեցին, թե ինչու է նա ձերբակալում ընդդիմադիր առաջնորդներին, ինչու է նա ձերբակալում անկախ լրագրողներին, ինչու է նա քայլեր ձեռնարկում ազատ ու արդար ընտրությունները կանխելու համար։
եւ դա struck me as, պարզապես you know, it's չքննարկվեց։ hypocritical. Դա ինձ թվաց կեղծավոր ու կարճատև։ Կարծես թե Հայաստանի ժողովրդավարությունը անվանական իմաստով փրկելու համար, որպեսզի այն չընկնի ռուսական ճամբար, Եվրոպական միությունը պատրաստ է կործանել Հայաստանի ժողովրդավարությունը կամ գոնե աչք փակել, երբ Փաշինյանը փորձում է դա անել։ Եվ սա է իրավիճակը։ Սա տխուր, կեղծավոր վիճակ է։ Այն դեռ կարող է շտկվել։ Ընտրությունները հունիսի 7-ին են, բայց մինչ այժմ եվրոպական արձագանքը լիակատար հիասթափություն է եղել ազատ ու արդար ընտրությունների պաշտպանության առումով։ Իսկ պրոֆեսոր, որոնք էին կոնկրետ մեթոդները, որոնցով եվրոպական կառավարությունները միջամտում էին հայկական ընտրություններին, ձեր դիտարկմամբ։ Այո, չի ասի, թե եվրոպական կառավարությունները միջամտում էին ընտրություններին։ Նրանք պարզապես աչք էին փակում Փաշինյանի միջամտության։ Այսինքն, կարելի է ասել, թե ինչու էր եվրոպական քաղաքական հանրությունը Երևանում ընտրություններից մեկ ամիս առաջ։ Դա նման է վարչապետին սատարելու։ Այսինքն դա կարելի է անվանել միջամտության ձև։ Բայց եթե նրանք գային ու ասեին, մենք մտահոգված ենք ընտրություններով, ուզում ենք, որ դրանք ազատ ու արդար լինեն, որ անկախ ձայները լսելի լինեն, որ ընդդիմադիր կուսակցություններն ընտրվելու հավասար հնարավորություն ունենան, դա նորմալ կլիներ, բայց նրանք դա չասացին։ Պարզապես աչք փակեցին Փաշինյանի արածի վրա։ Չարեցին ժողովրդավարության կարևորության մասին եւ լիովին անտեսեցին, թե ինչպես է վարչապետը խարխլում ժողովրդավարությունը։ Պրոֆեսոր, ես իհարկե չեմ ուզում ձեզ ներգրավել հայկական քաղաքականության մանրամասների մեջ, բայց դուք թվում է առանց այդ էլ շատ տեղեկացված։ Կարող ենք մենք իսկապես խոսել ժողովրդավարության մասին մի երկրում, որտեղ վարչապետն ասում է, թե այս երկրում ոչ մի դատավոր չի համարձակվի հակառակվել իմ կամքին։ Ու նա մատներն է թրկացնում եւ մի գործարար ձերբակալվում է մի քանի ժամով միայն նրա համար, որ ասել է, թե մենք կաջակցել ենք մեր եկեղեցուն մեր ձևով։ Դա հիմք է ծառայում նրա ձերբակալության համար եւ հենց այս վարչապետի կամքով ու քմահաճույքով նա դա ասում է առավոտյան, մի քանի ժամից նա ձերբակալված է։ Արդյոք որևէ եվրոպական երկիր այսպես կենթարկեցներ իր դատական իշխանությունը վարչապետին։ Արդյոք պատկերացնելի կլիներ որևէ եվրոպական երկրում, որ վարչապետը փորձեր ստեղծել իր սեփական եկեղեցի, ձերբակալել հոգևորականության որոշ անդամների, arczepiskoposների, միջամտել եկեղեցու գործերին եւ ասել, որ պետք է փոխարինել կաթողիկոսին, ձերբակալել տասնյակ։ Ոչ, ես հասկանում եմ։ Գիտեք, կարծում եմ խնդիրն այն չէ, թե եվրոպական կառավարությունը Բելարուսը Եվրոպայում է։ Լուկաշենկոն խնդիրն այն է, արդյոք այս քայլերը համատեղելի են ժողովրդավարության։ Այո, դա է իմ հարցը։ Եվ պատասխանն է ոչ։ Գիտեք, դա Գիտեք պատրվակներ գտնել ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար, տարբեր քայլեր ձեռնարկել, դատական իշխանության անկախությունը խաթարելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անկախությունը, որը կարևոր դեր կունենա ընտրությունների անցկացման վերահսկողության գործում։ Այս ամենը հիմա վտանգված է։ Փաշինյանը որոշ իմաստով հետևում է ավտոկրատի դասական ձեռագրին։ Նա փորձում է թույլատնել իր իշխանության անկախ զսպումները։ Փորձում է թույլ չտալ, որ ընտրությունը լինի հայ ժողովրդի իրական ընտրությունը։ Սա խորապես մտածողի չէ, եւ Եվրոպան պետք է բարձրաձայներ սա, բայց փոխարենը լուղ էին։ Խոսում էին Հայաստանի ժողովրդավարության կարևորության մասին, բայց նկատի ունեին Ռուսաստանի ճամբարում չհայտնվելը եւ Եվրամիությանը մերձենալը։ Ոչ որպես անդամ։ Նրանք չեն ուզում անդամակցություն, այլ պարզապես լինել պրոեվրոպական։ Եւ դա էր միակ կարևորը Երևան-Ժերևան ժամանած առաջնորդների համար։ Ոչ թե այն, թե արդյոք Փաշինյանը թույլ է տալիս ազատ ու արդար։ Պետք է զարմանալ, պրոֆեսոր։ Մեր հարևանությամբ Ադրբեջանն է։ Չեմ ուզում թշնամաբար խոսել Ադրբեջանի առաջնորդի մասին, բայց նա այնքան էլ ժողովրդավար չէ։ Նա իշխանության է արդեն 22 տարի կարծեմ։ Եկեք անկեղծ լինենք։ Ալիևը բռնապետ է։ Պետք չէ իրենց գործն է, եթե ուզում են նմանվել նրան։ Բայց երբ Տիկին ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանն անվանում է հուսալի գործընկեր, եւ ոչինչ չի ասում ժողովրդավարության մասին, Տիկի Մելոնին երեք Երևանում էր, իսկ հետո մեկնեց Ադրբեջան։ Որոշ երկրների դեպքում նրանք աչք են փակում։ She spent about 24 hours in Yerevan and then off she goes to Azerbaijan. So in some countries they close their eyes to human rights and democracy. Azerbaijan, Saudi Arabia, Ադրբեջան, Սաուդյան Արաբիա, կամ մի քանի այլ երկրներ։ Նախ, մենք չպետք է Հայաստանին համեմատենք Ադրբեջանի շատ ցածր չափանիշների հետ։ Եվրամիություն ամոթալիորեն մտերմանում է Բաքվի Ալիևի հետ։
որովհետև նա հատկապես գազի աղբյուր է, որը չի Այո, նախ եւ առաջ մենք չպետք է Հայաստանին Ադրբեջանի ցածր չափանիշներով չափենք։ Լավ, Եվրոպական միությունը ամոթալիորեն մտերմանում է Ալիևի հետ Բաքվում, որովհետև նա գազի աղբյուր է, որը չի Պուտինի լայնածավալ ներխուժում Ուկրաինա 2022-ին Եվրոպան, որը փորձում է հրաժարվել ռուսական գազից, այլ աղբյուրների կարիք ունի, Ադրբեջանը հիմնական աղբյուրն է, եւ դա միակ կարևոր բանն է Եվրամիության համար։ Այնպես որ նրանք նույնիսկ չեն խոսում Ադրբեջանում ժողովրդավարության մասին։ Բաքվում ելույթներ չեք տեսնի ադրբեջանական ժողովրդավարության կարևորության մասին։ Դա նույնիսկ օրակարգում չկա։ Ընդունենք, որ սա շատ ցածր նշաձող է, պայմանավորված աշխարհաքաղաքական եւ տնտեսական հաշվարկներով։ Հայաստանը պետք է այլ պատմություն լինի, քանի որ Հայաստանը գազի եւ նավթի աղբյուր չէ։ Հայաստանը փոքր երկիր է, որն ունի նորաստեղ ժողովրդավարություն։ Երբ առաջնորդները գնում են Երևան, խոսում են Հայաստանի ժողովրդավարության կարևորության մասին։ Բաքվում դա անելը հիմարություն կլիներ, բայց Հայաստանում կարող եք խոսել այդ մասին, քանի որ այնտեղ ձևավորվող ժողովրդավարություն կա։ Բայց այս հայտարարություններն արվում են վերացական։ Դրանք արվում են առանց հաշվի առնելու տգեղ իրականությունը, թե ինչպես է կառավարությունը խարխլում այդ ժողովրդավարությունը։ Եվ կարծես նմանատիպ աշխարհաքաղաքական հաշվարկներով Եվրամիությունը մտածել է. Աստվածին, մենք կորցրինք Վրաստանը, քանի որ Վրաստան այժմ թեքվում է դեպի Մոսկվա։ Եկեք համոզվենք, որ կստանանք Հայաստանը, որը նախկինում թեքված էր դեպի Մոսկվա, որպեսզի թեքվի դեպի մեզ։ But what is lost in the process is the right of the Armenian people to freely elect their government. Կարծում եմ կարևոր է նշել, որ ԵԱՀԳ ԺՀՄԻԳ-ը շատ մեծ ներկայություն է ունենալու Հայաստանում այս ընտրությունների ընթացքում։ Ես հենց այսօր խոսեցի նրանց հետ, եւ նրանք հաստատեցին իրենց մասնակցությունը։ Այնպես որ կլինի միջազգային դիտորդների ներկայություն, ինչը կարևոր է։ Բայց հարցն այն է, թե արդյոք դա բավարար կլինի, եթե ընտրությունները խախտումներով անցնեն եւ մարդիկ չգիտեն ուր դիմեն, քանի որ ընտրական հանձնաժողովը ինքը կազմված է This electoral committee itself is composed of Pashinyan supporters. I mean, what recourse will Armenians have if these elections are in fact conducted with major violations? Կարծում եմ կարևոր է նշել, որ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը մեծ ներկայություն է ունենալու Հայաստանում։ Ես հենց այսօր խոսեցի նրանց հետ, այնպես որ կլինեն Սա անկախ մարմին է։ Ոչ ոք չի պնդում, թե Փաշինյանը վերահսկում է նրանց։ Նույնիսկ եթե Հայաստանի ընտրական մեխանիզմը վտանգված է, կա մեծ միջազգային ներկայություն։ Հիմա դժվարությունն այն է, որ ԻԱՀԿ-ն հիմնականում նայում է, թե ինչպես է քվեարկությունն ընթանում ընտրության օրը, եւ դա կարեւոր է, քանի որ կարող են լինել ձայների գողություն եւ նման բաներ, որոնցից պետք է խուսափել։ ԱՅՈՏԱ-ի կենտրոնացումը կազմակերպության, որին միացա 1 ամիս առաջ Հայաստան այցելելու համար, նախընտրական պայմաններն ու քարոզարշավի պայմաններն ուսումնասիրելն էր, որովհետեւ դրանք շատ կարեւոր են։ Եթե չկա ազատ եւ արդար քարոզարշավ, եթե ընդդիմադիր առաջնորդները չեն կարողանում կուսակցություններ կազմել, դա արատավորված ընտրություն է։ Դա ազատ եւ արդար ընտրություն չէ։ Այնպես որ պետք է դիտարկել արդար ընտրությունները երկու տեսանկյունից, բայց միայն որոնք են եվրոպական կառավարությունները սահմանել։ ԵԱՀԿ-ն ինքնուրույն ոչինչ անել չի կարող։ Այն կարող է միայն զեկուցել։ Պետք է որ եվրոպական կառավարություններն ասեն, որ սա խնդիր է։ Դատելով այս շաբաթ Երևանում նրանց վարկից, նրանք դա չեն ասի։ Նրանք պարզապես չեն ուզում իմանալ։ Նրանց միայն պետք է, որ Փաշինյանը լինի պրո-եվրոպական, այլ ոչ թե պրո-պուտինյան ճամբարում։ Դա միակ բանն է, որ նրանց հետաքրքրում է։ Բայց դա հենց այն է, ինչ ասում է։ Այսինքն, եթե ունենք այս տարօրինակ անունով կազմակերպությունը ԵԱՀԿ, ապա պետք է հասկանանք, որ այն ինքնուրույն ոչինչ անել չի կարող։ Այն կարող է միայն զեկուցել։ Դուք դեռ կարիք ունեք եվրոպական կառավարությունների, որ ասեն, սա խնդիր է։ Բայց ըստ երևույթին, նրանք դա ասել չեն ուզում։ Նրանք պարզապես ուզում են համոզվել, որ Փաշինյանը եվրոպամետ ճանաչում, եթե խախտումներ դրանց են, դիմելու տեղ չունեն։ Եվ եթե եվրոպական կառավարությունները չցանկանան ընդունել այդ, նույնիսկ եթե խախտումներ արձանագրեն, դիմելու տեղ չունեն։ Եվ եթե եվրոպական կառավարությունները չեն ցանկանում ընդունել այդ խախտումները, եթե այդպես է, ապա դա ոչ մի տեղ չի հասնի։
Խոսելով նախընտրական խախտումներից, դուք հավանաբար գիտեք, որ խոշոր ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը ամիսներ շարունակ կալանավորված է։ Նա ամիսներով ձերբակալված է եղել։ Հիմա տնային կալանքի տակ է։ Նրան թույլ չեն տալիս մասնակցել իր քաղաքական քարոզարշավին։ Սա խախտում չէ, եւ Ես դատական թարգմանիչ եմ։ Ես աշխատել եմ ամերիկան դատարաններում մոտ 1 տասնամյակ։ Ես հստակ գիտեմ, թե ինչ լեզու է օգտագործում դատական դահլիճում։ Ամեն դեպքում Այստեղ բռնա արդեն ամիսներով ձերբակալված է։ Հիմա տնային կալանքի տակ է։ Նրան թույլ չեն տալիս մասնակցել իր սեփական քաղաքական քարոզարշավին։ Ես նկատի ունեմ, ես ամեն ինչ դատում եմ իր չափանիշներով, եւ որը մենք անցկացինք Երևանում։ ակնհայտ է, որ նրա հզոր Հայաստան կուսակցությունը թերևս առաջատար ընդդիմադիր կուսակցություն է այս փուլում։ Փաշինյանը շատ է վախենում սրանից, եւ նա փոխում է, կասեք, որ տեսածը մտահոգիչ է։ Դա շատ հիասթափեցնող է։ Ուզում եմ ասել, դուք հսկայական փորձ ունեք որպես մարդու իրավունքների դիտարկման կազմակերպության նախկին գործադիր տնօրեն։ Կանեիք զուգահեռներ կամ համեմատություններ Հայաստանում ձեր դիտարկածի եւ թերևս մի քանի այլ երկրների։ Ես այո, իրականում դա չեմ անում։ Դա մտահոգիչ էր, կասեք, որ տեսածը Եվ այն ինչ տեսա Հայաստանում անհանգստացող մտահոգիչ էր, կասեք, որ տեսածը մտահոգիչ էր։ Լավ, դե ձեր մեջած խախտումները հենց դա եմ ես ինքս տեսել։ Ես ինքս ինչ որ առումով չնշվեց, կա մի կազմակերպություն իրազեկ քաղաքացիների միավորումը Հայաստանում։ Կարծում եմ պետք է փոխեն անունը իրազեկող քաղաքացիների, քանի որ մի պարոն է ղեկավարում այն։ Նա մի քանի ճշնամական հոդված գրեց IOD-ի եւ ձեր այցի մասին։ Նա հայտնի է որպես կառավարությանը այլ քաղաքացիների մասին զեկույցներ գրելու չեմպիոն եւ Սա էլ շատ տարօրինակ է, որ եվրոպացիները հանդուրժում են սա։ Սա հիշեցնում է Ստալինյան դարաշրջանը, երբ մարդկանց խրախուսում էին հարևաններին մատնել իշխանություններին։ Նա դա արել է, եւ ես նրա թիրախներից մեկն էի։ Որովհետև ասացի, որ մեր կառավարությունը հանձնեց մեր սահմանը Իրանի, նա զեկուցեց ինձ մասին, եւ նրանք փորձեցին քրեական մեղադրանք առաջադրել ինձ դեմ։ Ես իսկապես ապշած եմ, որ եվրոպական կառավարությունները հասկանալի են, բայց ես իհարկե են այս ամենը։ Սովոր եմ հարձակումների։ Մենք Human Rights Watch-ում եւ զեկուցում էինք կառավարությունների մասին, նրանք հարձակում են մեզ վրա։ IOD-ի անդամները կամավորներ են, որոնք ունեն խոր փորձ մարդու իրավունքների եւ ընտրությունների դիտարկման ոլորտում։ Մենք օղնակալ չենք։ Մեզ չի հետաքրքրում, թե ով կհաղթի ընտրություններում։ Մենք պարզապես ուզում ենք արդար ընտրություններ։ Փաստերը պարզ են եւ անհանգստացնող։ Ինձ հիասթափեցրեց այն, որ եվրոպական առաջնորդները Երևան եկան, բայց ոչ մի խոսք չասացին այս մասին, պարզապես ձևացնելով, թե պաշտպանում են Հայաստանի ժողովրդավարությունը Ռուսաստանից, մինչդեռ ներքին սպառնալիքը նույնիսկ օրակարգում չէ։ Մենք իհարկե չենք ուզում, որ Ռուսաստանը միջամտի մեր ընտրությունները։ Դե հենց այդպես, այսինքն, Եթե հարցն այն է, ուզում եք կանխել ռուսական միջամտությունը ընտրություններին, իհարկե, բայց արդյոք դա արդարացնում է ձեր սեփական միջամտությունը։ Սա կներեք բավականին տարօրինակ իրավական հայեցակարգ է։ Մի խախտում կանխելու համար ինքներդ եք կատարում մեկ այլ խախտում։ Հենց այդպես, այսինքն, Եթե հարցն այն է, ուզում եք կանխել հայկական միջամտությունը, որովհետև ռուսական միջամտությունը նույնպես հիշում ենք հայտնի ասացվածքը Կանզեմ Էյզենհաուրն էր ասել, նա շան որդի է, բայց նա մեր շան որդին է։ Սկզբունքային մոտեցումը կասեր, մենք չենք ուզում, որ որևէ մեկը կեղծ տեղեկություններ տարածի։ Մենք չենք ուզում, որ որևէ մեկը լռեցնի այլախոհ ձայները։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր տեսակետ արտահայտվի, որ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ունենա արդար հնարավորություն ընտրություններում։ Ահա թե ինչ կլիներ սկզբունքային մոտեցումը, բայց դա այն չէ, ինչ մենք տեսանք։ Մենք տեսանք զուտ աշխարհաքաղաքական մոտեցում։ Եկեք պայքարենք Ռուսաստանի դեմ։ Եկեք իրականում չհանգստանանք ժողովրդավարության ներքին սպառնալիքների մասին։ Օրինակ, Հայաստանի ներշան որդի է, որովհետև դա Փաշինյանն է, եւ մենք հավանում ենք նրան, քանի որ նա ճապանիշները եւ չկուն են աշխարհաքաղաքական շահի դեպքում։ Կարելի է հիշել Պինոչետին, Չիլիում։ Երկար պատահորինակ է, բայց
Yes. Ճիշտ եւ վերջում պրոֆեսոր շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Իմ վերջին հարցն է. ինչ է սպասվում։ Ինչին պետք է պատրաստ լինի Հայաստանը եւ ինչ կարող ենք անել կանխելու նման միջամտություններն ու խախտումները։ Ինչ կարող ենք անել, որ որևէ մեկը, որևէ երկիր չկերծի այս ընտրությունները։ Եվ դա է ըստ էության կատարվում Հայաստանում։ Կկործանեն Հայաստանի ժողովրդավարությունը փրկելու համար այն։ Մենք չպետք է հանդուրժենք։ Եվ վերջապես Professor, շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Ինչ է սպասում Հայաստանը եւ ինչ կարող ենք անել կանխելու համար ընտրությունների նկատմամբ միջամտությունները։ To preclude these kind of interferences and violations? What can we do to prevent anybody, any country, from rigging this election? Դե պաշտոնական քարոզարշավը հենց վաղն է սկսում կարծում եմ, այնպես որ դե դուք գիտեք որ նրանք ակնհայտորեն նրան carte blanche են տվել վարվելու այնպես ինչպես ինքը ցանկանում է եւ դա շատ վատ ուղերձ է։ Ես հուսով եմ որ եվրոպական կառավարությունները կդառնան մի փոքր ավելի սկզբունքային եւ կպնդեն ազատ ու արդար մրցակցության վրա, այլ ոչ թե պարզապես կանխորոշված արդյունքի։ That's a terrible message. And I hope that in this month ahead, and then ultimately with the voting on June 7th, that European governments suddenly become a bit more principled and push for a free contest, not just a prescribed result. Well, they certainly նրանք seem to have ակնհայտորեն given free նրանք hand carte blanche են carte տվել blanche գործելու to այնպես Patsy ինչպես as he ցանկանում wishes. են։ Այնպես որ Well, hopefully the efforts հուսանք of վեր organizations կազմակերպությունների such as ջանքերը, yours, ինչպիսիք like են IAD-ն, IOD-ն, hopefully you would be able կկարողանան to impress ազդել it upon the European leaders. եվրոպական But what we've seen առաջնորդների in վրա։ Armenia in the last Բայց couple of այն days ինչ was տեսանք certainly very Հայաստանում disappointing. վերջին I օրերին have to Համաձայն եմ։ Professor, իսկապես thank you so much for all your շնորհակալ time եմ and good luck հաջողություն and ձեր bon courage աշխատանքում։ with all your work. Merci. Okay, nice to Thank you. Bye-bye. Bye-bye.